Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 10-րդ գլուխ։ Դավիթ գահթե ամոնացիներուն եւ ասորիներուն։ Ասկե յետք Ամոնի որդիներուն թագավորը մեռավ եւ անոր որդին անոր դեղ թագավոր եղավ։ Դավիթ ասավ. Նասի որդին անոնի հետ գարեկցությամբ վարվիմ, ինչպես անոր հայրը ինձի հետ գարեկցությամբ վարվեցավ։ Ուստի Դավիթ իր ծառաները անոր գրգեց, որբեսի զայն իր հոր համար մխիտարեն։ Եվ Դավիթի ծառաները Ամոնի որդիներուն երգիրը ասան, Ամոնի որդիներուն իշխանավորները իրենց դիրոջ անոնի ըսին. Գգարձես թե Դավիթ քու հայրդ բադվելու համար քեզի մխիտարիչներ գրգեց։ Միթե Դավիթ իր ծառաները քեզի չղրգեց, որբեսի քաղաքը հետազոտեն ու զայն լրդեսեն, հետո զայն գործանե։ Անոնալ Դավիթի ծառաները բռնեց, անոնց մորուքին գեսը ածիլել տվավ, նաև անոնց հանդերձները գեսեն գդրել տվավ, մինչև հետույքը եւ այդպես զանոնք ղրգեց։ Երբ ասիգա Դավիթի պատմվեցավ, մարդ ղրգեց զանոնք թիմավորելու, քանի որ այդ մարդիկը հույժ խայդարակված էին։ Թագավորը ասավ. Երիկով գեցեք, մինչև որ ծեր մորուքը աճի ու հետո վերադարձեք։ Ամոնի որդիները տեսան, թե Դավիթի ադելի եղան։ Ուստի Ամոնի որդիները մարդ ղրգեցին եւ Պետրոհոփի ասորիներեն ու Սուպայի ասորիներեն 20,000 հետևակ, Մաակայի թագավորեն 1000 մարդ եւ Իստովփե 12,000 մարդ վարձեցին։ Երբ Դավիթ ասիգա լսեց, Հովաբն ու բոլոր զորավոր զորքերը ղրգեց։ Ամոնի որդիները դուրս ելան եւ քաղաքին դրան մուտքին առջև բادرազմի շարվեցան, բայց Սուպայի ու Ռոհոփի ասորիները Իստովփ եւ Մաակա թաշտին մեջ զատ գայնած էին։ Երբ Հովաբ տեսավ, թե բادرազմին ճակատը առջևեն ու յետևեն իր վրա գահասնի, Իսրայելի ամբողջ ընդրանիեն մարդիկ ընտրեց եւ ասորիներուն թեմ բادرազմի շարեց։ Մնացած ժողովուրդն ալ իր եղբոր Ափեսայի ցերկը հանձնեց, որբեսի Ամոնի որդիներուն դիմաց շարե։ Աբա ասավ. Եթե ասորիները ինձ հաղթեն, ինձի օգնության հասիր, իսկ եթե Ամոնի որդիները քեզ հաղթեն, ես քեզ օգնության պիտի հասնիմ։ Քաչասիրտ եղիր ու մեր ժողովրդին համար եւ մեր աստուծուն քաղաքներուն համար ու ժովնանք ու դերը իրեն հաջելի եղածը թողնե։ Հովաբ իրեն հետ եղող ժողովուրդով ասորիներու մոտեցավ, որբեսի անոնց դեմ բادرազմի, բայց անոնք իր արջևեն փախան։ Ամոնի որդիները ասորիներուն փախչիլը տեսնելով իրենք ալ Ափեսայի արջևեն փախան եւ քաղաքը մտան։ Հովաբ Ամոնի որդիներեն վերադարձավ ու Երուսաղեմ եկավ։ Երբ ասորիները տեսան, թե Իսրայելի արջև բարձվեցան, հավաքվեցան։ Աթրազար մարդ ղրգեց ու քեդին մյուս կողմը եղող ասորիները ոտքի անեց եւ Էլամ եկան։ Անոնց արջևեն Աթրազարի զորակլուխը Սովփակ գերտար։ Երբ Դավիթի բատմեցին ամբողջ Իսրայելը հավաքելով, Հորդանանեն անցավ ու Էլամ հասավ։ Ասորիները Դավիթի դիմաց շարվեցան եւ անոր թեմ բادرազմեցան, բայց ասորիները Իսրայելի արջևեն փախան։ Դավիթ ասորիներեն 700 գարկի զորք ու 40,000 ծիավոր չարտեց, եւ անոնց զորակլուխը Սովփագը զարգավ, որ հոն մեռավ։ Աթրազարի հպատակ եղած բոլոր թագավորները երբ տեսան, թե Իսրայելի արջև բարձվեցան, Իսրայելի հետ խաղաղություն արին ու անոր հպատակեցան։ Ասորիները ատկե յետք Ամոնի որդիներուն օգնության հասնելու գվախնային։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։